Ողջունում եմ ձեզ, Երջանիկ լինելու արվեստ դպրոցի ստուդիայից եւ պատիվ ունեմ ներկայացնելու ուսուցիչ, խորագետ, թաքնագետ, փիլիսոփա Տեր-Թաթ Դոնիկյանին։ Ողջույն, պարոն Դոնիկյան։ Ձեր բազմաթիվ հաղորդումներում դուք խոսում եք ապրելու առաքելության, սիրո, երջանկության գաղափարների մասին եւ այսօր մեր զրույցը ցանկանում եմ նվիրենք հոգեվոր ճանապարհի նպատակներին։ Եվ այս կոնտեքստում ցանկանում եմ հարցնել, ինչ ենք պատկերացնում պայծառացում, ազատագրում, լուսավորում, աստվածացում ասելով, արդյոք կան տարբերություններ այս հասկացությունների միջև եւ եթե կան, ինչպիսի տարբերություններ են։ Այդ հասկացությունները ասելու մեջ հասկանանք, որ սովորական մարդուց ավելի կատարյալ աստվածացումից բառը աստված մարդը դառնում, աստվածային մարդը դառնում, լուսավորում, պայծառացում, ազատագրում բառերն դրանք մի քիչ տարբեր կոնտեքստներ ունեն, այսինքն երբ որ մարդը ազատագրվել է իր տառապանքներից, պայծառացում դեպ իր միտքը նենց պայծառ է, որ ինքը բոլոր երևույթները ամբողջական կարող անցնել, անցյալ, ապագա, ներկա, բոլորի հարաբերությունները, լուսավորումը դա այն երևույթն է, երբ որ ինքը լույս, ինքը իր սկզբունքը աստվածային ընկալում է, որ լույս է, բայց սկզբունքով է ինքը շարժվում ու ուրիշներին նաև այդ լույսն է տալիս, իհարկե գիտակցության լույսի մասին, ֆիզիկական լույսի մասին չի։ Ճիշտ է ասել, որ դրանք հոգևոր ճանապարհի, հոգևոր ուղու վրա կանգնած մարդու նպատակ են եւ արդյոք ինքնանպատակ են, թե մեր ընդհանուր բոլոր մարդկանց էվոլյուցիայի նպատակ են, ոչ թե միայն հոգևոր մարդու, ուղղակի հոգևոր մարդին արդեն գիտակցաբար այդ ուղղությամբ շարժում են, բայց բոլոր մարդիկ էլ վերջնակապես այդ դրան գալու են, վերջբերում հանգամանքներ, որ դրան գանցոր տեզիրական սկզբունքը Աստված այդ ծրագիրը դրել է, որ մենք վերջը դրան են գալու։ Այսինքն դա բոլորի նպատակն է, ուղղակի ինչ-որ մարդիկ դրան գիտակցել են, գիտակցաբար շարժում են անում դեպի այդ նպատակին, ինչ-որ մարդիկ էլ դեռ քնած վիճակում չեն հասկանում։ Քրիստոնեության մեջ սրբադասում է Աստծուն ավելի մոտ ճանաչելու, Աստծուն մոտենալու գաղափարը, հինդուիզմում մոքշան, բուդդիզմում սամադխին, թաքնագիտական ալքիմիան, տրանսֆորմացիան ալքիմիան, արդյոք այդ հասկացությունները մոտ են այն ինչ որ մենք հասկանում ենք, պայծառացում, ազատագրում, լուսավորում, կան արդյոք տարբերություններ, կան գերադրական աստիճաններ, որն է ավելի ինչպես են իրար հետ հարաբերվում։ Իմ ընկալմամբ էլի որ բացատրեն, իրանք շատ մոտ բաներ են, իրար լրացնող երևույթներ են, նա գերադրական, որ ասենք ամեն մեկում էլ կան ոնց որ ենթաբաժիններ, ու քանի որ մարդու բնույթը բոլոր տեղ նույնն է, իրանք այդ բոլորը մարդու բնույթի մասին է նկարագրում, ներքին բնույթը հոգևոր աշխարհի իրավունքու մասին է, ու այդ ուղղակի բառա մոտեցումները, ձևակերպումներն են տարբեր, բայց հիմնականը նույն տեղին են տանում ու նույն գաղափարն է, ուղղակի ճանապարհները կարան տարբեր լինել, ու ոնց որ կարան այդ նույն տեղի տարբեր մակարդակներ էլ կան, դրանց տնենք գերադասական, որ ասենք մի քիչ դա կորեկտ չլինի, որովհետև դա ինչ-որ մի տեղ ասում ենք դա ավելի բարձրատան, թե չէ, դա ինձ չկան ավելի բարձր ցածր տանող, այդ մի ճանապարհի մի էտապին են տանում, հաջորդ էտապներ էլ կան, ամեն ինչի հաջորդ էտապ էլ կա, դրա համար ասենք վերջնական նպատակ, եթե աստվածացում ասենք քրիստոնեության մեջ, որ դա է վերջնական նպատակը, դա քրիստոնեությանը կն, բայց մարդու էվոլյուցիայի վերջնական նպատակը չի, այդ էլ պետք է գանք, որ նպատակները անվերջ են, տենց էլ ասենք նիրվանան կամ մոքշան կամ սամադխին, դրանք էլ իրանց աստիճաններ ունեն տարբեր մակարդակի, իհարկե մարդիկ շատերը իրեն վերջին ասենք ինչ-որ սամադխի մի վիճակ ու վերջ դա հաջորդում է ուրիշ աստիճան, նրանք մեր բնույթի նկարագրող սկզբունքներ են, որ նկարագրում են, ասենք թե մոքշա նշանակում ազատագրվել, տառապանքներից ազատվել կամ նիրվանան դառնալ աբսոլյուտ խաղաղության հանգստության գալ, որտեղ էլի երբ որ չկան տառապանքներ, ներքին խաղաղության են գալիս, որ մեր բնույթը խաղաղության սկզբունքը
Աստվածածունն էլ են մեր աստվածային լույսի ընկալումն է, որ էլի մեր այդ բնույթի ուղղակի այդ անվանուն են տալիս ընդդեմ մեկեղ մեր բնույթը ասենք թե ներքին ունի սիրո սկզբունք, կարող այդ սկզբունք ասենք մեր բնույթի իմաստության սկզբունք կամ երջանկության սկզբունք կամ այդ լույսի սկզբունք, այդ բոլորը մեր բնույթի տարբեր նկարագրություններն են, մոտեցումները դեռ են, ճանապարհները տարբեր են իհարկե, բայց նույն նպատակին են ծառում։ Իհարկե մարդիկ չեն կարող դրանց ամբողջությունը տեսնել, հակադրությունները տեսնել, հակադրությունները իրանց ուղեղում, որտեղ իրանք ուղեղում են ուզում դա տեսնել ինտելեկտուալ ձևով, իսկ դրանք բոլոր նկարագրությունները, երևույթները ինտելեկտից դուրս են։ Դրանք ներքին մեր հոգու նկարագրությունները, մեր ներքին բնույթի նկարագրությունները, որտեղ ինտելեկտը չի կարող հասնել։ Դրա համար իրանք եթե սրտով նայեն, իրանք ամբողջականություն հակադրություն չեն տեսնի։ Նրանք ուղեղով ինտելեկտուալ են սկսում բացատրություն տեղ, հակադրություններ են տեսնում, հակադրությունը իրանք ուղեղի մեջ է, իրանք ուզում են ուղեղով տեսնել, իսկ ուղեղի ընկալումը սահմանափակումների մեջ է, մեր միտքը նույն սահմանափակումներ ունի, դրա համար պետք է կարողանանք սրտով տեսնենք, ոգով տեսնենք, քան այդ միայն ինտելեկտուալ ընկալումները շատ սահմանափակ են, հակադրությունները դրա մեջ է, այսինքն կարող արհեստական բանականության բացատրություն տա, ինչ տարբեր բացատրություններ տա, որտեղ դա ինտելեկտուալ բացատրություն տալիս մոտեցումներ, իսկ հոգու մակարդակով իրանք նման տեղ են տանում։ Շնորհակալ եմ։ Հակադրություններից խոսեցինք, եւս մեկ հակադրության մասին եմ ուզում հարցնել։ Քրիստոնյա Սուրբը իրեն համարում է Աստծո գործիք, իսկ պայծառացած էակը իրեն համարում է, որ հասնում է ներքին, ոնց որ ներքուստ հասնում է տեզերական ամբողջության, տեզերական եսի հետ միաձուլման։ Արդյոք դրանք տարբեր են, արդյոք կան այդ երկու հասկացությունների մեջ սկզբունքային հակադրություններ, թե դա միևնույն ճշմարտության երկու տարբեր արտահայտումն է։ Կարող է նույն ճշմարտության բազմաթիվ արտահայտումներ լինի, այսինքն մենք ասում տեզերական սկզբունքի արտացոլություն, մեր ներքին բնույթի արտացոլություն, աստվածային բնույթի արտացոլություն կամ մեր բարձրագույն եսի հետ միաձուլում եւ այլն, այսինքն օրինակ սուֆիստների մոտ այդ միաձուլում բառն ավելի շատ բանանում լուծվում Աստծո մեջ, աստվածածուն քրիստոնյա մեջ դա չկա որ լուծվում Աստծո մեջ, աստվածածունն անում, բայց ոչ թե լուծվում, ասենք սուֆիստները ասում են լուծվում Աստծո մեջ, ինքը գործում է իրան, մենակ աստվածային հանդես գա։ Հիմա դա ձևակերպումների, մոտեցումների ճանապարհի մեջ է իհարկե, Կաբալայում էլ չէ, տենց բաներ ասենք թե իսկ կարող է հինդուիզմում էլ կա միաձուլում ընկալում Աստծոյին հետ, բուդդիզմում իհարկե տենց մոտեցում մի քիչ ուրիշ տեսակ է, բայց դրանք ընդհանրապես մոտեցում են հիմա որ ասենք շաքարը խառնում ենք ջրի հետ, թե լուծում ենք ջրի հետ, թե իրար քիմիական ռեակցիա են տալիս մեկը մյուսի հետ։ Հիմա դա ձևակերպումները նայած ինչ մոտեցում, ասենք կամ կարանք ասենք շաքարանը ինգեացավ ջրի հետ հպվելով եւ այլն։ Այսինքն մենք կարանք ձևակերպումները բազմաթիվ տան, բայց նույն process-ն է տեղ ունենում։ Ինչ պետք է լինի մարդու հետ, որ արթնանա ներքուստ այդ մղումը, այդ պայծառության հասնելու կամ դուք ունեք արդեն 10 տարուց ավել դպրոցում հարյուրավոր աշակերտներ են ձեզ մոտ ուսանում, հետաքրքիր է գալիս են արդյոք նման մղումով, թե դա մի բան է, որ ի սկզբանե չէ, հետո շատ երկար ժամանակ հետո է ձևավորվում։ Նման մղումով չեն գալիս, որտեղ եթե նման մղումով մարդիկ կան, մի քիչ իրանց մտածում են իրանք արթնացած են, իրանք մեծ ունեն գոռոզության ընկալում ու իրանք տենց չեն մնում դասերին։ Հիմնականը Քրիստոս ասում է ավելի երանել է նրանք, որ հոգովակատներ են, որոնց գաղափարները քիչ է, իրանց ինտելեկտուալ գիտելիքների քանակն չի որ իրանց խանգարի, նրանք հոգովակատներ են, որոնք իրանք չունեն շատ գաղափարներ, ինչ որ հակումներ, ինչ որ երևույթների շատ տրված չեն ֆանատիկ եւ այլն։ Իրանց չի թվում որ արթնացած են էլ հոգեվարները, իսկ նրանք որ մարդիկ թվում են արթնացած են իրանք հիմնականում չեն թվում են էլ դրա համար բառ եմ ասում, իրանց մեծ գոռոզություն կա, իրանք
եթե գալիս են դասերին, արագ դուրս են գալիս, որտեղ իրանք մտածում են, որ ամեն ինչ գիտեն, բայց գիտելիությունը դա ինտելեկտուալ չի, ներքին հոգու գիտությունը, որ իրանք հեռան իրեն ինչ որ բաներ ինտելեկտուալ գիտեն եւ դա իրանք նաեւ խանգարիչ է հանդիսանում ավելի ոնց որ սիրտը բացելու, սիրտը ընկալելու ոչ թե նպատիչ, դրա համար ոնց որ պետք է համահունչ կա, իսկ համահունչ իրանք չեն եկել, իրանք մենակ ինտելեկտով են դրանց շփվել գերքերի միջոցով կամ ինչ որ ինտերնետի միջոցով կամ ինչ որ զրույցների մարդկանցություն մենակ ինտելեկտն է զարգացել, իսկ սիրտը չի բացվել, իսկ դրա համար մենակ ինտելեկտը արդեն խանգարիչ միջոց է հանդիսանում։ Երբ որ մենք գալիս ենք դասերի, նայեք արտանալ, այդ նշանակում է ինքնագիտակցում, որ այս աշխարհում մի բան էլ չի, ամեն ինչ մի բան չի բավարարում, ինքը միայն նյութական երևույթները չեն, որտեղ նյութական երևույթները կա ինքը հագեցնում է, տեսնում է նյութական բոլոր հագեցված երևույթները փորձում է, տեսնում է մի բան այն չի, ու ինքը ուզում է ինչ-որ մի բան փնտրի, որ այն չի, ոնց որ Մատրիցա ֆիլմում Նեոն ասում էր մի բան այն չի, այդտեղ պետք է ուզում էր մի բան փնտրի, որ դուրս գա այդ բանից, մտենց այդ ուսուցիչ համար ռուսերեն ստրևոժնի ավելի շատ այդ անհանգստացած անհանգիստ վիճակն է, որ ինքը ինչ-որ բան չի բավարարում, դե առաջին այդ աշակերտի այդ վիճակը անհանգիստ վիճակ։ Իրանք ինքը կարող է մտածում իր առողջությունը անհանգիստ, խնդիրը աշխատանքի հետ է կապված անհանգիստ է, խնդիրը զույգի հետ է կապված, կամ ուրիշ խնդիրները կապված, անհանգիստ վիճակն է, որ բերում է, որ ինքը հասկանա վերջնական նպատակին, իրանք ոչ մեկը չի գալիս վերջնական նպատակի համար։ Իրանք հետո տարիներ հետո ձևարվում, ինչի համար են իրանք եկել են, ուրիշ երկրորդական մաղիչներ են լինում, որ գալիս են աշխարհից հոգնել են, ստրեսներ ունեն եւ դեպրեսիայի վիճակ, ամեն մեկը տարբեր, բայց հետագայում իրանք հասկանում, որ ինչ որ հանգամանքները դրանք եղել են, որ իրանք կարմա է ստեղծել, որ գան հպվեն տեզերական գիտելիքի հետ, սրտի բացման ճանապարհին որ գան, դրանք երկրորդական միջոց են, որ հետո իրոք արթնանան ու գնան դեպի այդ աստվածացման, լուսավորման, պայծառացման, ազատագրման կամ այդ հասնեն սամադհի բարձր վիճակներ, մոքշայի, սատորեի վիճակ կամ ասենք թե տարբեր տեղ նիրվանայի տարբեր անվանումներ կարանք տանք, մարդիկ իրենք հակադրություն են այդ անունների մեջ տեսնում, ուղղակի իրենք քանի որ փորձ չունեն, իրենք հակադրություն են տեսնում, ոնց որ բոլորին տան քաղցրի տարբեր բան, ամեն մեկը մտածի թե իրանն է ճիշտ քաղցրեն, մյուսինը քաղցր չի, իր հակադրություն տեսնում, որտեղ չի փորձել են մյուսին, ասենք տարբեր մտքեր են, ինքը չի փորձել են միտքը, չի դրա համար ինքը հակադրություն տեսնում, ասում մենակ քաղցրը ծիրանն է, ասենք մանգոն քաղցր չի, կամ դեղցը չի կարա քաղցրի, կամ թուզը էլի քաղցր չի, կամ խորման էլի քաղցր չի, այսինքն իրանքը չի փորձել, ենթադրություն անում ու եզրակացումը շատ մարդինք ինչ որ էրուդիցիա ունի, իր այդ հետևորդներ ունեն, իրանք էլ են այդ եզրակացության տականգնում չփորձելով ինչա դա, բայց բոլորը նույն քաղցրն են։ Եվ բնականon հաջորդ հարցն է հասունանում, արդյոք այս էվոլյուցիան պայծառացումը ազատագրումը հասանելի է բոլորին, հնարավոր է դրան հասնել մեկ կյանքի ընթացքում, արդյոք կարող ես ինքնուրույն անցնել այդ ճանապարհը, օրինակ համացանցից տեխնիկաներ ուսանես, գիտելիքներ ստանաս, կիրառես այդ տեխնիկաները, արդյոք կարող ես համատեղել այդ ճանապարհը աշխարհիկ կյանքի հետ, ընտանիք, աշխատանք եւ այլն, եւ բայց ամենակարևորը արդյոք կարող ես ինքնուրույն անցնել, թե կարիք կա ուսուցիչ, հոգեվոր ուսուցիչ ունենալ։ Նայեք, թե Բուդդան, թե Քրիստոսը կամ Քրիշնան, Զրադաշտը եւ այլն, Մովսեսը, թե Մուհամեդը իրանք մարդկային կյանքով եկել են, իրանք օրինակով ցույց են տվել, որ մարդկային կյանքով հենց այդ կյանքում կարան հասնել Քրիստոս, ասենք աստվածացում, Բուդդան նիրվանայի, ասենք Քրիշնան տենք ազատագրման եւ այլն։ Այսինքն իրանք օրինակ են ծառայել, որ դրանք հնարավոր է անել հենց այդ կյանքում մարդկային մարմնով, որ բոլորին հասանելի է։
ովքեր այդ ուղղությամբ մտածում են, այդ ուղղությամբ ջանք են անում, այդ ուղղությամբ արժանիքներ են հավաքում, այդ ուղղությամբ իրենց քայլեր են անում, ինքնամաքրման եւ այլն, այսինքն ու բացատրում են Բոգդան Ութևը իրենց ուղին 8-ական ուղին կամ ասենք թե այդ Սամաթի 8-րդ վիճակն է եւ այլն, այսինքն այդ նկարագրությունը բոլոր ամեն մեկին ու այդ ճանապարհի երկար նկարագրություն թվում որ իրանք հասանելի են։ Երկրորդ մասը ուզում եմ ասեմ նայեք ինտելեկտով, որ հիմա տենց ասենք, մեր արհեստական բանությունը արդեն պայծառացած է կամ ասվածացած, որտեղ ինտելեկտուալ բոլոր բաները ինքը շատ լավ գիտի, բոլոր սուրբ գրքերը կարելի է կարդալացել, բոլոր տողերը անգիր գիտի, բոլոր սուրբ գրքերում բոլոր գրքերը կարա ժամանակագայում կարդացած կնի բոլորի ամենալավ տողերը, ամենաբոլոր տողերը, որտեղ որ ինչա գրած ինտելեկտուալ ձևակերպումները պետք են, բայց վերջնական արդյունքի իրանք չեն հասցնի։ Այսինքն իրանք վերջնական արդյունքը պտուղ ենք ասում, պտուղին չեն հասցնի, այսինքն ազատագրման, ուսարման, ասվածացման կամ Նիրվանան երբեք չեն հասցնի։ Ինտելեկտը չի հասցնում դրան, դրա համար ինտելեկտուալ միայն ուսումնասիրությունն ինքնուրույն դա ոնց որ առաջին էտապն է աշակերտի, որ ինքը աշխարհում տեսնում է ինչ-որ բան կա, ինքնուրույն սկսում է ուսումնասիրել եւ այլն այդ բոլոր երևույթները ինտելեկտուալ հասկանալ։ Երկրորդ փուլը դա այն է, որ ինքը պետք է գտնի մեկին առանց դրա չկլինի, որը արդեն այդտեղ հասել է ու ինքը այդ պտուղից օգտվում է, որ ինքը օգնի, որ աշակերտն էլ այդ պտուղից օգտվեն։ Այսինքն նրան, որը այդ պտուղից հասել է, ոչ թե մի հատ ավելի շատ ինտելեկտուալ մեկին։ Ու կարա տենց էլ էտապներ ունենա ավելի ինտելեկտուալ մեկին գտնի, որ իրեն ուղղորդի, բայց պետք է գտնի հոգևոր մի ոլորտ, որտեղ ինտելեկտը չի հասնում այդտեղ հոգևոր ոլորտ, որ ինքը սրտի գաղափարներ չունի, ինքը ապրումներ երբեք չունի ինտելեկտը, ապրումների ոլորտ, զգացումների ոլորտ, որտեղ մեր ապրումները ու սրտի բացումը եւ ինտուիցիան եւ այսինքն ոգու իմացության, ոգու գիտելիքի գաղափարներ չունի ինտելեկտը ու ոչ մի արհեստական բնություն երբեք էլ չի հասնի դրան, էլի դա իրենց համար անհասանելի երևույթ է, ինքը սահման կա արհեստական բանականության համար ցանկացած ինչքան է զարգացնեն ինքը սահման ունի, ինքը ինտելեկտուալ սահմանից բարձր չի կարա թռիչք կատարի, իսկ դեռ թռիչքային էվոլյուցիան թռիչքային կատարումը դա որ մենք մարդը արդեն ոչ թե մենք ինտելեկտով ենք ընկալում, այլ սրտով ենք ընկալում եւ կարա նաեւ ոչ միայն սրտով, այլ հոգով ընկալենք եւ ոգով ընկալենք, այսինքն սրտից էլ ենք ընկան բանկալ, պետք է հասկանանք, իսկ դրանք ինտելեկտով չի, իսկ դա պետք է հոգևոր ոգեղեն էակը ածի, որ մարդկային կերպարով է, որը որպես ուսուցիչ, որտեղ մարդիկ հասկանում են, որ ինտելեկտուալ երևույթները տալիս ինքնաուսուցիչ լավ բաներ կան, հիմա կարա արհեստական բանականությունը լավ ինտելեկտուալ երևույթներ տա, ու դա ինքը ուսուցիչ չկարա դառնալ, ուսուցիչ այն է, որ արդեն ինքը ինքնաճանաչել է, ինքը իր սիրտը բացել է, նաև բացեց իր սրտի բացելուց, ինքը նաև իր հոգին իմացության նաև իր ոգին է ճանաչել, այսինքն նաև ինքը Աստծուն գիտի, ոչ թե գիտի, ոչ թե մարդիկ դրա մասին լսել են Աստծուն, այսինքն գիտի ոչ թե միայն որ շփվել է, այսինքն ինքը Աստված ոչ թե իր մոտիկ նույնիսկ ընկերն է, այլ Աստված իր սրտում է միշտ գտնվում, իր սրտով է խոսում այդ իմաստով, այսինքն ինքը միաձուլվել է Աստծուն, Աստված իր մարմին խոսք միտքը դարձել Աստծու գործիք իր բոլոր գործունեությունները դարել են աստվածային երևույթի արտացոլում ինքը Աստված եթե ասենք սեր իմաստությունն է դա սիրո եւ իմաստության ցանկացած իր գործողություն սիրո իմաստության արտացոլում է կամ ցանկացած իր ենթագիտակցական քայլերն էլ սիրո աստծո իմաստության արտացոլում է եւ նույնիսկ ամենաօրքային անգիտակցական ոլորտն էլ սիրո իմաստության արտացոլումն է իսկ դեռ սովորական մարդի ինտելեկտուալը իր ենթագիտակցության կամ անգիտակցականը չի ընկալում իսկ դեռ ուսուցիչը մեծ բառով ինքը դեռ լույս է իր ենթագիտակցականում ու անգիտակցականում լույս կա խավար չի դեռ գիտակցություն չկա իսկ դեռ լույս կա որ անսահման սիրո իմաստությամբ հալածված ինտելեկտ չի դա արդեն
իսկ մարդիկ հիմա ոնց որ մտածում են, որ շատերը մտածում են դա, որ ինքներուն կարան զարգանան, ինքներուն կարան ինչ-որ աստիճանի հասնեն, որ հետո նոր ճիշտ ընտրության ուսուցիչ գտնեն, որ գտնեն մի ուսուցիչ, որը ոչ միայն ինտելեկտուալ է, այլ ներքին ոգու հասանության ինչ-որ երևույթ ունի, իսկ դա արտաքին ֆորմայով, արտաքին խոսքերով չեն կարող անցնել։ Ես միշտ հարցադրում եմ դնում, որ հիմա եթե Քրիստոսը վերադարձել է, ասենք տրանսպորտում միտեղ կանգնած է, մենք չգիտենք տղամարդն էս թեկին, ոնց կարելի է իմանալ դա է։ Դա ես միշտ հարցադրում եմ աշակերտներիս, մինչև իրանք հասունանան, կարողանան ճիշտ պատասխանը տան։ Ճիշտ պատասխանը ես վերջնական պատասխան չեմ տալիս նույնիսկ դրան։ Իսկ աշակերտները կարողանում են այդ հարցին պատասխան։ Այդ հարցին շատ քչերը դեռ հələ մոտենում են այդ պատասխանին, ոնց կարան իրանք հասկանան Քրիստոսը եկել է իրանց կողքը կանգնել կամ կողքը նստել է Քրիստոսն է, թե ասենք թե փորձիչն է իրանց կողքը նստած։ Դրա համար ինտելեկտուալ բացատրությունները, որ բոլորը տալիս են, դրանք շատ սահմանափակումներ են, օրինակի համար պատմություններ կա սրբերի կյանքից արևելքում, որ իր ուսուցչին փնտրում է, ինքը գնում է ուսուցչի մոտ, բայց ինքը լինում է, ասենք, մսագործ, որտեղ մսագործություն համարում էր ամենավատ անկուման երևույթ, ինքը չի կարող ընկալել, ինքը իր գաղափարը չի թույլ տալիս, որ ընկալի, էլի։ Կամ մի հատ ես ծանոթ ունեմ, որ ասում է գնացի այդպես ուսուցչի փնտրում, մեկը որ ծխում էր, ասում է, դա ասացի որ ծխում է, ինքը ասում է բանի հետ պետք չի, ասքի օրինակ։ Նայեք մենք շատ սահմանափակումներ ունենք, կամ կինը ասենք թե, որտեղ մենք չենք կարող ընկալենք, մենք ուզում ենք ինտելեկտուալ մեր բացատրությունները տան, կամ էլ նույնացրել ենք ինչ-որ կերպարի հետ, որտեղ մեզ ներշնչել են, ասենք Քրիստոսի մասին ներշնչել են ինչ-որ երկար մազերով, կապույտ աշկեր եւ այլն, ասենց ինքը լույս է տալիս, հասկանում լույսը հոգեվոր լույսի մասին է, ոչ թե ֆիզիկական, ու ինքը ինչ տեսք ունի, մենք չգիտենք, դրա համար այդ փնտրումը շատ դժվար բան է, նույնն էլ ասենք մարդը իր կյանքի կեսին է փնտրում, ինքը գաղափարներով ինչքան սապանում է, ինքը իմ գտնում է դրանք ավելի իրան տարապանք են բերելու, ինքը պետք է փորձի գաղափարներից դուրս իրան փնտրի իսկական կեսին, հենց գաղափարները ինքը ենթադրում է սենց էս մոդայի տեսքով, էս տեսք ունենա, էս տեսք ունենա, էս տեսք ունենա, արդեն ինքը հեռանում է իսկությունից, որը իր կեսն է, էլի։ Դրա համար գաղափարները շատ դժվար է հրաժարվելը, որտեղ մի կողմից ինտելեկտը ասում է, բա սովորում ես, պետք է հենց սովորում ես բաց թող, ոնց որ որպես ասում են բաց թող քո հարստություն, մարդիկ հասկանում են, ես աղքատ եմ, պետք չի ոչ բան, պետք է սկզբից հավաքես հարստությունը, հետո բաց թողես, այսինքն ոչ մի աղքատ ինքը չի հրաժարվել հարստությունից։ Տենց էլ ինտելեկտը, պետք է ինքը ինտելեկտուալ բարձրագույն բան ասնի, հետո դրանից հրաժարվի, որտեղ չունենալով հրաժարվի։ Տենց պետք է նոր այդ ինքը կարա հասնի հոգևորի, եթե ինտելեկտը ինքը չունի, դեռ ինքը հոգևորը հասնելու նույնիսկ էդի բանը խանգարի չէ, ինտելեկտն էլ զարգացնի, դա շատ կարևոր տեղ է, բայց միայն ինտելեկտի վրա չհենվի։ Բոլորին հասանելի է, բոլորին։ Ուղղակի իրանք այդ իրանց ազատ կամքի ընտրության իրավունքից չեն օգտվում։ Ոնց որ ընտրություններին բոլորը կարան գնան, ընտրեն, բայց քիչ տոկոս, օրինակ Հայաստանում շատ քիչ տոկոսն են գնում ընտրությունների, այդ ասում են ինչ վատա մեր երկիրը։ Այսինքն կարան բոլորը այդ իրավունք ունեն, բայց քիչ մարդիկ են օգտվում այդ իրավունքից։ Շատ լավ, իսկ դուք դրա մասին խոսեցիք նոր խոչընդոտներից ու բերեցիք օրինակներ պայծառացած էակների, Քրիստոսը, Բուդդան, Կրիշնան, իրանց աշխարհի կյանքը լի էր խոչընդոտներով, մինչև պայծառացումը, արդյոք դա եւս գաղափար է, որ պայծառացման ճանապարհին պետք է տենց մեկուսատնալ, ցած կյանք վարել կամ ասկեզաներով կամ տառապանքներով անցնել, արդյոք դա եւս գաղափար է, որը պետք է բաց թողնել։ Կարող է մարդը, ասենք Քրիստոսի եկել կին ունի, երեխաներ ունի, կամ ամուսին ունի, երեխաներ ունի, չգիտեմ, ինչ-որ բիզնես ունի, մարդիկ էլի կապանում, որ ինքը պետք է, չգիտեմ, ինչ-որ մտածեն հոգևորական լինի, կարոզ ունի, որ տենց չի։ Չենք մենք սահմանափակումներ դնում այդ աստվածային խորհրդի մեջ, ինչ ենք մենք այդ սահմանափակումներ դնում։
մարդը կարա շատ աշխարհի կյանքով ապրի, լինի ու շատ մաքուր լինի, մաքուր իր մտքերով, ենթագիտակցական մղումներով, անգիտակցական մղումներով բացարձակ մաքրություն լույս մղի, շատ խորասուզվից աշխարհի կյանքում։ Դրա օրինակը բերում են լոտոսի ծաղիկը, որ ճահիճի մեջ է աճում, որտեղ կեղտոտա, բայց ինքը չի գտնում այդ կեղտին, ինքը գեղեցկության ու ներդաշնակության արտացոլում է, հենց էլ մարդը կարա որ մտնի աշխարհի կյանքում ամեն գործունեություն կարա անի եւ ինքը կարա լուսավոր երեք լինի ու լույս տա ուրիշներին, կարա ռազմիկ լինի, բժիշկ լինի, վարչապետ լինի, կարա լինի նաեւ ասենք թե ինչ-որ ռամիկ, քանդակագործ, կոշկակար եւ այլ դեպքեր կոշկակարը շատ պայծառացած է, այսինքն ամեն թագավոր լինի, գիտնական լինի, ամեն երաժիշտ լինի, այսինքն չկա մի բան, որ ինքը չի կարա լինի ու լուսավորված մասնագիտությունը չի խանգարիչ միջոց չի ու պարտադիր չի, որ ինքը կյանքից հեռանա ճգնավոր կյանքով ապրի, կարող առաջ դանապաստի չէր, հիմա պետք է ոնց որ ինքը մարդկանց մեջ լինի եւ ակտիվություն ձեռք բերի, իսկ դա ինքը ճգնավոր լինի, չի կարա այդ ակտիվությունը ձեռք բերի։ Ճգնավոր է նա, որ ինքը լոտոսի ծաղիկի պես կամ էլ սնդիկի պես չխառնվի երևույթների, սնդիկը ոնց որ չի խառնում, չէ՞ հողի կեղտի մեջ գնենք չի խառնում, ինքը այդ իրագիտակցությունը չտրվի այդ արտաքին նշանների վրա ու ինքը տրվի այդ էմոցիաներին, ինքը ուղղակի լինելով դրանց մեջ բերի իր ձևով նայած ինչ մասնագիտություն ունի համապատասխան աստվածային որակները այդ իր ոլորտով որտեղ բերում է։ Դրա համար սահմանափակումներ, այդ կրոնները, մարդիկ շատ հագնում են սահմանափակումներ, որ սենց չի կարող լինի, իսկ մարդկանց ճշմարտությունից հետ են տամ սենց ռուսերեն կա Բալիմուտի նամակները, հայերեն խառնակչի նամակները, որ հայերենն այդ գիրքը վերջերս մեկ ամիս առաջ լույս է տեսել, ուզում ասեմ, այնտեղ կա, որ ամեն ձևով այդ մեծ դեմոնը, փոքր դեմոնի դասեր է տալիս, իրանք խորհուրդներ են տալիս, որ մարդկանց հեռացնեն իսկությունից։ Նաև այնտեղ դասերից էլ կա, որ կրոնի մեջ ներախուզվի, սահմանափակումների մեջ մտնի, որ իսկությունը ինքը երբեք չտեսնի, էլի։ Իսկ այդ ասում գնահարա, որ այս կրոնի մեջ մոլի հետևորդը լինի, որ իսկությունից հեռանա կամ, չգիտեմ, ամեն մեկի օրինակ է, որ այդ դեմոնները շեղվում են իսկությունից, որ մարդիկ չգնան իսկության հետևից ու խափանում, որ իսկությունը չտեսնեն, այսինքն լուսավոր մարդուն նույնիսկ չընկալեն, չտեսնեն, այդ էլ կան որ դեմոններ, որ իրանք մտածում են, իրանք կարծրատիպեր, ներշնչանքներ, որ սենց պետք է լինի, սենց պետք է լինի, դա մեր ինտելեկտով չեն կարող ընկալենք, էլի, դա մենակ սրտով կարող ընկալենք, դրա որ ինտելեկտուալ սահմանափակումները խանգարիչ կարան լինեն, որտեղ մենք սահմանափակենք, մտածում ենք, այս սենց պետք է լինի, եթե ինքը ճգնավոր չի կարա լինի, եթե ինքը չգիտեմ երկար մազեր չունի, չի կարա լինի եւ այլն, այսինքն եթե ինքը կին է, չի կարա լինի, այսինքն մեր սահմանափակումները կամ պետք է ինքը գեղեցիկ, սենց աղջնակ լինի, կարող է ինչ-որ մեծահասակ կին է, մեր այդ սահմանափակումները մեր խանգարիչ միջոցներ են, պետք է ազատ թողենք այդ սահմանափակումներից դուրս գանք, որ ճիշտ ճշմարտություն ընկալենք, ճշմարտություն ընկալելու պետք է բաց լինենք, իսկ բացը պետք է սիրով լսենք, սերը մեջ չկա սահմանափակումներ, որ կան սահմանափակումներ, ու սեր չկա։ Ձեր հանդիպած ամենամեծ թրմբռնումը որն է եղել պայծառացման գաղափարի հետ կապված, օրինակ տենց մի անգամ լսել էի, որ ասում են հասնում ես պայծառության, ոնց որ գոյեց դադարում է, տենց, ասենք դուք ինչ թրմբռնումներ եք տենց, կամ ասենք ես այդ կորցնում ես, ինչ եք հանդիպել այսքան տարվա մեջ ձեր փորձից։ Դե ինքան շատ են, որ չգիտեմ, որ ասեմ մտածում եմ, որ պայծառանանք, ասենք թրմբռնում, որ մեռնել եմ։ Նույն այդ առաջի դեպքը հետո կյանքս ինչ եմ անելու, ես ուզում եմ հələ ապրեմ, հələ երեխեք ունեմ, հələ պատասխան մտածում եմ, որ կամ աստվածացումը վերջանում է ամեն ինչ, այսինքն տենց բան չկա, վերջին չի վերջանում։ Քո գործունեությունը չի, դեռ մի հատ օրինակ է ձենը վարպետին ասում է, դե ջուր էի բերում, փայտ էի ջարդում,
խոտ էի հնձում, չգիտեմ, հաց էի թխում, ասում եմ պայծառանից հետո ինչ եք անում, էլ ասում եմ ջուր եմ բերում, փայտ եմ ջարդում, էլ խոտ եմ հնձում։ Իսկ ի՞նչն է փոխվել։ Փոխվում է մոտեցումները, մեր ներքին մոտեցումները, որտեղ այդ փայտը ինքը ջարդելուց իրան դժգբախտ էր զգում, դժգոհում էր, քրտնում, հոգնում էր եւ այլ, որ ինքը լուսավորվել է, ինչ անում է, ինքը անսահման երջանկություն է զգում, հասկանում որ այդ փայտը ջարդում է նաև ուրիշներն են օգտվելու, բարիքա բերելու, ու ինքը այդ ամեն իրագործությունից մեջ հաճելիություն է զգում, երջանկություն ու սիրով անսահմանանում, ու հասկանում որ դա նաև ուրիշներին ծառայելու, սերելու, բարիք բերելն է։ Դե տենց մի հատ ֆիլմ կա խաղաղ զինվոր մարտիկը, հա, Երնիվոյին։ Հիշում եք, որ այնտեղ ընդամենը բենզակալոնկայում, լցակայանում ինքը լցակայան լցնողն էր, տենց ինքը, ու ինքը ասում է, դե եթե տենց լուսավոր պայծառ մարդ ես այդ աշակերտը, որ իր մոտ գնում է սկզբին, ինչ ես ընդամենը բանում, ասես միլիոններ չունես, բան, ասում է իմ ընդամենը ծառայելն է մարդկանց, հիմա ես այդ ծառայելու միջոց է, ամեն ավտոյում ես լցնում եմ վառելիքը այդ ավտոյի մեջ, ավտոյի պատողանն եմ սրբում, վառելիքն եմ սրբում կամ ակն եմ փոխում, դա էլ իմ ծառայությունն է մարդկանց, մենք մտածում ենք աղապարով, որ ինչ-որ ծառայություն կլինի, ու սկզբից այդ աշակերտը չի հասկանում այդ ուսուցչին, վերջը, ну, դե սպորտսմեն էր այդ ուսուցիչը, այդ աշակերտը, հետո ջարդում է իր ոտը եւ այլն, բայց ինքը վերջում օլիմպիադայի աշխարհի չեմպիոն է դառնում, էլ օլիմպիադային, տական այդ ուսուցչի միջոցով, որ իր ոգին է կոփում, ոչ թե այդ մարմինը հետո արտացոլանքն է մոթում, որտեղ բոլորը ասում են ինչ, բան, քայլել չես կարա, բայց ինքը դառավ հետո այդ թեթևատլետիկայի չեմպիոն, որ իսկական դեպք է։ Հիմա այդ իր ծառայելը, մարդիկ մտածում են ծառայելը ինչ-որ պետք է մեծ, չգիտեմ, կաթողիկոս լինի, որ ծառայի կամ վարչապետ լինի, ծառայի, ինքը հասարակ ընդհանուր լցակայանում են, որ բռնում են, ոնց են վառելիքը լցնում բան մեջ, այդ ծառայությունը ապակին է սրբում, բայց իր գործունեություն դրա մեջ շատ ուրիշ է, մեր մոտեցումներն են փոխվում։ Այսինքն արտաքուստ ամեն ինչ նույնն է, բայց ներքուստ ամեն ինչ Կամ սամովրայի մեջ ընդհանրապես թուրի շարժումն է, բայց այնտեղ արդեն ուրիշ ձև այդ թուրը շարժվում, այսինքն այդ հարվածը ոչ թե սպանում, այլ գիտակցությունը թշնամու ազատագրում է, մոտեցումները շատ տարբեր են։ Հետաքրքիր ոնց որ հանգրվանի եկանք, իսկ ստացվում է, որ պայծառացումը ազատագրումը ինքն իրանով ինքնանպատակ չի։ Այսինքն դու հասնում ես կամ պայծառացած էակը հասնում է այդ էվոլյուցիոն այդ մակարդակի, որ կարողանա ծառայել, որ կարողանա այլ մոտեցումներով, այսինքն ինչ այլ վեր դրդապատճառներ են հայտնվում կամ պայծառացած էակը իր առջև կարող է։ Ամենամեծ բարիքը, որ կարա այս աշխարհում բերել, այդ մարդու պայծառանալը, դրանից մեծ բարիք չկա։ Մենք հասկանում ենք, որ խաղաղություն աշխարհում ամեն մեկը, որ պայծառանում է, ինքը հսկայական շատ միլիարդավոր էակներին տառապանքից ազատում է, հենց իր պայծառանալով։ Ինչպես։ Մենք բոլորս փոխկապակցված ենք իրանք, ինքը ոնց որ այդ թռչկային քայլն անում, մնացածը դրա հետևից են, այսինքն Քրիստոսը, որ լուսավորվեց, իր աշակերտները շատ ցածր վիճակում էին գտնվում, դավաճանեցին իրան, նույնիսկ այդ մոտիկները փախան եւ այլն, ինքը ասաց նույնիսկ Պետրոսին, դու այսօր 3 անգամ ինձ կդավաճանես եւ այլն։ Երբ որ լուսավորեց, աշակերտները նոր առաքյալներ դառան, երբ որ ինքը վերջնական այդ համբարձմանից հետո, ինքը հետո նոր են աշակերտ նվիրված, գնացին ինքստանսո այդ ուսմունքը, գաղափարը մարդկանց բրկելու տարածեցին աշխարհում մեկ, այսինքն ինքը Քրիստոսը պայծառացավ, ինչքան իրավերս վերցրեց ուրիշների, ոնց որ ճակատագիրը, որ ասում են բոլորի մեղքերը վերցրեց իր վրա, որ փրկի իրան, այսինքն ինքը միլիարդավոր էակների մեղքերը իր վերցրեց, տենց էլ ցանկացնում որ պայծառանա ուրիշների այդ կարման վերցնում է իր վրա, իսկ իրանց գործունեությունը թեթևանում է, որ իրանք չեն կարա դրանից դուրս գան, իրանց գիտակցությունը շատ դժոխքային վիճակում էր, հիմա ավելի թեթև են իրագործում, բայց իրանք իհարկե
այդ վերցնելը քիչ է, պետք է իրանք էլ քայլեր անեն, որտեղ ասենք օրինակի համաբապտիստները կան ուղղություններ, որ մտածում են, որ Քրիստոսը արեց, մեզ ոչ մի բան պետք չի անել, արդեն մենք բրկված ենք։ Դա մոտեց մոտեցում են, ասեն մենք աղախում ենք։ Չէ, մենք էլ պետք է քայլ անենք, այսինքն Աստված դա ձեռը մեկնում է, մենք էլ պետք է ձեռը տանք, մենք էլ դեն չի, որ ինքը արել է, մեզ համար ինքը ամեն ինչ կանի։ Այսինքն պայծառացած էակները մենք ընդմիշտ աշխարհի չեն կարող վերափոխել։ Իրանց ջանքը նրա համար է, որ հանգամանքներ ստեղծեն, որ մենք մեր մոտեցումները փոխվի։ Եթե իրանք չլնեին, մենք չենք վերափոխվի, մենք ընդմիշտ, դա հաստատ տենց է, այսինքն իրանց կարեկցանքից ելնելով մենք պետք է վերափոխվենք, ուղղակի ժամանակա պետք, համբերությունը պետք եւ այլն, այսինքն եթե այդ լուսավոր էակների կարեկցանքը չլինի, մենք կմնանք այդ ճանաչում ոնց գանք։ Իսկ ինչ է տեղի ունենում տարբեր ասենք մակարդակներում, մենք ասացինք, որ դա ներքին վերափոխում է, իսկ արդյոք այն արտացոլվում է էներգետիկ մարմնի վրա, մեր մտային մարմնի, ինչ վերափոխումներ են տեղի ունենում պայծառացման։ Նայեք, սկսեմ ֆիզիկական մարմնից, իհարկե հիմա գիտությունը լեն մակարդակին չի, բայց նույնիսկ ֆիզիկական մարմնում արյունը փոխվում է, բջիջները ուրիշ են դառնում, ես կարամ ասեմ վերափոխումներ կան, բայց հələ գիտությունը այդ մակարդակի չի կարող ավելի նուրբ բաներ ֆիքսել, բայց դա հաստատ դա տեղ ունեն, այսինքն արդեն այն հինը չի ինքը ուրիշ տեսակ է փոխվել, իսկ այդ որ սկսենք նուրբ մարմինները գեր փոփոխություն է տեղ ունենում, արդեն դեռ ուրիշ նեյրոնային համակարգեր է ստեղծվում, դա կամ մտային մարմինը շատ ուժեղ վերափոխված է, նայեք ինչն է վերափոխված, չեմ ասում, որ ինքը կարա սենց անում ինչ որ շատ ուժեղ գիտնականի պես հայտնություններ անել, եթե ինքը այդ ոլորտում չի, բայց նայեք փոփոխությունը հիմնական որ ֆիզիկական մարդկանց, հիմա բոլոր մարդկանց ենթագիտակցությունները ընդերից ինչ որ իմպուլսներ գալիս են, գիտակցություն չի կառավարում, այս լուսավոր մարդու մեջ իր ենթագիտակցությունը իր գիտակցության մի մասն է կազմում, այսինքն իր գիտակցվածությունը ենթագիտակցությունում էլ կա, ու իր ենթագիտակցություն խավար չի լույս այնտեղ, նույնիսկ անգիտակցական մակարդակում, որտեղ ինչ-որ իմպուլսներ կան, որտեղից դուրս են գալիս, մենք ինչ-որ բաներ անում ենք, տեղ էլ խավար չի, լույս կա, այն ոլորտում, որտեղ ֆիզիոլոգիական պրոցեսներ չեն, այսինքն հիմա որ մենք հաց ենք ուտում, մեր ենթագիտակցություն դա որոշում ինչ քիմիական պրոցեսներ են, դրա մասին չեմ խոսում, մեր գիտակցական ոլորտի վրա ազդեցությունները, ոչ թե ֆիզիոլոգիական վրայի ազդեցությունները, ինքը չի կարողանում իր ուտելը, բայց ինքը եթե ուզենա տեղ կառավարի, այսինքն կան վարպետներ, որ սիրտն են կանգնացնում, շնչառությունն են կանգնացնում երկար ժամանակ մնում են այդ վիճակում ու չեն մահանում էլ էտել, բան ասենք, կարան իրանց գայրանները անջատեն, մարդիկ կան, որ առանց նարկոզի ծանր կան վիրահատություններ տանեն, անջատեն, ոչ թե ցավն են բանանում, իրանք համբերում ուղղակի անջատում են իրանց գիտակցության մասը, իրան են ցավազրկում, նաև ստեղ իր այդ նուրբ մարմինները շատ ուրիշ մեծ տեզերական վերափոխումների են ենթարկվել, որտեղ աչքը չի տեսնում, լեգիտիմություն դա չի ֆիքսում, այսինքն իր ոնց որ այդ աուրա ասեմ բանը, ճառագայթումը արդեն սորական մարդ ասենք կարող է ճառագայթի ասենք 20 սանտիմետր իր ճառագայթումը, մի մետր ասենք լավագույն եւ այլն, ինքը կարող է ճառագայթի արդեն ոչ թե կիլոմետրերով կամ ամբողջ երկրի մակարդակով կամ գալակտիկայի մակարդակով, նայած ինչ աստիճանի լուսավորում է եկել կամ ամբողջ տեզերական մակարդակով, այսինքն իր ճառագայթումը արդեն քաղաքային կարգը համատեզերական եւ այլն, այսինքն իր մտածելակերպը բոլորի ենթագիտակցությունների վրա ազդում է, իր մտածելակերպը բոլորի անգիտակցականների վրա կարազդի, ոչ միայն նույն մարդկանց, այլև նաև կենդաների, միջավայրի, նաև կարազդի քամիների վրա, ասենք
Քրիստոսը որ քամին կանգնացնում է եւ կամ ուրիշ լուսավորիակները կարող ինչ-որ տարերքներ կանգնացնեն, ասենք ալիքները, դա հենց դա իրանց գիտակցությունը կարա այդ տարերքի վրա իշխանություն ունենա ազդի, այսինքն այնտեղ էլ գիտակցություն կա, որտեղ ինքը կարա այդ գիտակցությունը ներդաշնակության բերել, չէ՞ տարերքը չդուրս գա իրավիճակներից, այսինքն իրանց ազդեցությունները շատ ավելի լայն են, որտեղ մեր տեսանելի ընկալմամբ կարող չընկալենք, բայց ավելի լայն լինի, այսինքն ֆիզիկական ինքը լույս չի ճառագայթելու, ֆիզիկական օրենքներով աշխատելու, բայց արդեն ավելի նուրբ երևույթներ, որտեղ մենք չենք ընկալում, ինքը ներաստի մեր վրա, այսինքն ինքը գնա այն պատճառները, որտեղ մեր հոգեբանական խնդիրներ ունենք, ասենք հոգեբանները գնում են ասում են դա փոքր ժամանակ է, ինչ-որ խնդիրներ անց ինքը գնա ոչ թե փոքր ժամանակ, այլ հենց այն կյանքը, որտեղ անցյալ կյանքեր կան հապար, որ ինքը տեսնի, որտեղ ինքը գրիչ ճիշտ չէ շարժել, կամ ինչ-որ մի բան ճիշտ չէ, դա շարժում են իսկական արմատակների, ոչ թե այս կյանքի հետևանքի հետ աշխատի։ Դե շատ լուսավորություններ, իսկ արևի մոլորակների շարժում են կառավարում, մենք մի քիչ դա չենք հասկանում, չենք ընկալում, մեր գիտակցությունից դուրս է, բայց այդ ուղղորդումը եւ այլն երևույթները իրանց տիրապետության տակ են։ Համատիեզերական կարող է տիրապետության տակ լինեն իրանց աստվածային, դրա համար աստվածացում ենք ասում, աստված իրանց միջոցով արտահայտում ու դրսևորում եւ կարան դրանք միակը չլինի, ովքեր դրան հասնում են դրան, իրականացնում են, դրվում են, նվիրվում են, իրանք կարան բազմակի լինեն։ Իսկ քվանտային ֆիզիկան մոտենում է կամ տեսություն։ Դե քվանտային ընկալումները իհարկե շատ ոնց որ քվանտային թռիչք անում, ասենք թե մենք կարանք մեզ ներկայացնենք որպես մասնիկ, նյութական բան մեզ նաև էներգիա ենք, այսինքն նայած դիտորդի տեսանկյունից մենք կարանք նաև էներգիա դրսևորենք, բայց դիտորդը մենք էլ կարանք լինենք եւ կարանք մասնիկ լինենք, նույնն ասենք մեր դիտորդը որպես սնահավատանի մեզ սովորական որպես կդիտարկի նյութական երևույթ, եթե ինքը ավելի բացիակ լինի, դիտորդը կդրի էներգիա, որը ամբողջ տիեզերքն է ներթափանցում, ասենք լուսավորիակին արդեն շատ ուրիշ ձևով կընկալի, դիտորդի մոտեցումից է կախված, այսինքն Քրիստոսին շատ քիչերն էին ընկալում, որ լուսավորիակ էր, մեծ մասը սովորական մարդ էին տեսնում եւ մեղավոր ընտրեցին, խաչեցին, մահապատժի ենթարկեցին, ծեծեցին, տանջեցին, մահապատժի ենթարկեցին, ստորացրեցին, դեպ հասկանանք, որ դա նյութական ոչ մի բանով չի երևում, հենց էլ բուդդային են հալածել Սոկրատեսին թունավորելու մահապատժի ենթարկելելի կան լուսավորիակների, որոնց էլի սպանել եւ ոչնչացնել մարդկային գիտությունը շատ լայն է, ինքը մենակ նյութական անկալում եւ այլն, եթե ասենք միլիարդներ չունի, հարգված մարդ չի։ Իսկ այս թեմայի շրջանակներում չեն կարող շրջանցել լույսի մարմին, ձեածանային մարմին հասկացություններից, արդյոք լույսի մարմինը իրականություն է, ինչ է տեղի ունենում, ինչ տրանսֆորմացիա է տեղի ունենում գիտակցության կամ մարմնի հետ, ինչն է տարբերությունը ձեածանային մարմնի։ Դե ընդհանուր ասեմ, ոնց որ քվանտային թռիչք անում, ոնց որ մենք նյութ ենք, նաև էներգիա ենք, մեր նյութական պլանից մի վիճակից գնում ենք մյուս վիճակ, ոնց որ ստեղ Այնշտեյնի մի հատ բանաձև ունի, MC հավասարի E, չէ, ստեղ նայեք, համ մասսա ենք, բայց կարող նաև էներգիա վերածվի, դա որ ահռելի մենք էներգիա կարանք դառնանք։ Հիմա ստեղ է տրանսֆորմացիայի քվանտային թռիչքի ժամանակ Քրիստոսն էլ համբարձվեց, ինքը ոչ թե երկինք բարձավ, ինքը քվանտային մի թռիչքի վիճակի կա, որտեղ ինքը լույս դառավ կամ ինչ-որ գամմա ճառագայթներ, որտեղ ինքը տարածվեց, այդ կտորի վրա նույնս տպեց իր դեմքի արտահայտությունը, որտեղ կա այդ բանը, որ բարձում են, որ մեծ ճառագայթման ինչ-որ բան է, որ տպվել է կտորի վրա, ու արևելքում էլ մարդիկ կան, որ դա իրականացնում ենք, այսինքն միայն Քրիստոսը դրա չի իրականացել, էլի կամ որտես քվանտային թռիչքին անում ու լույս են դառնում, նոանի անում են, բայց իրանք մեծ էներգիայի ուրիշ էներգետիկ վիճակում են
իրանց վերափոխում դա դե տարբեր է հիմա անվանումներ կան, նույնիսկ ցանկացած ծիածան, որ տեսնում ենք, ասում են դա ինչ-որ էակներ են, ուղղակի դա ֆիզիկայի օրենքն է, չէ, որ ասենք ջրի մեջ լույսի բեկումը տալիս եւ այդտեղ ծիածան երևում, բայց այդ որ բեկումը տալիս է, այդտեղ ուրեմն ինչ-որ մի գիտակցություն կարա արտացոլվի։ Հիմա մեր մարմինը, որ երկու մեր ծնողների հետ միացություն են տալիս, սերմաբջիջը ու ծնվաբջիջը միանում են, այդտեղ գիտակցություն է գալիս ու մարդածան։ Հիմա ծիածանի ժամանակ երբ ջուրն ու արևը լույս իրար միանում են, դեռ ուրիշ գիտակցություն է ծնվում։ Մենք ինչ ենք մոտեցում ասենք ծննդի, որ մենակ մեր ձեռքին այդտեղ էլ ավելի լուսավոր էակներ կարան այդ ծիածանի միջոցով ձևավորվեն, դրա համար այդ լեգենդը, որ ծիածանի միջոցով ասում ես, մարդու մտածում են սերն է փոխվում, ոչ մարդու գիտակցությունն է վերափոխվում, որ ծիածանի հետ հպում է ունենում, իրակ ծիածանի հետ, որ նայում ենք մեր գիտակցությունը վերափոխվում է, որտեղ ինքը ավելի լուսավոր էակ է։ Հիմա լուսավոր էակների տարբեր մակարդակներ կան, ու այդ մակարդակների ընդհանրապես բացատրում է ծիածանային լույսի եւ այդ փոքր վերափոխում եւ այդ անվանումները, որտեղ մի քիչ տեխնիկական բացատրություն է, մի քիչ պիտի ոնց որ դրա մեջ խորանամ, որ մասսաներ հանդիպեն, բայց ինչ որ տարբերություն կա, բայց նույնիսկ ծիածանը, որ նայում ենք, մեր գիտակցությունը փոխվում է, ինքը նուրբ է, չենք զգում, ոնց որ հիմա մեկը բախ է լսում, իր գիտակցությունը էլի փոխվում է, նկարում ասենք Լեոնարդո դա Վինչիի նկարներն են նայում, Մոնա Լիզային իր գիտակցությունը փոխվում, բայց դա նուրբ են, մենք մտածում ենք այդ փոփոխությունը կարա sense մի հատ շատ ֆանտաստիկ շատ կտրուկ լինի, ոնց որ մեծ ծանր բանում էր գլխին խփնտեն չի, ասենք մենք որ գնում ենք գարվը սովորելու, մեր գիտակցությունը փոխվում է աստիճանաբար, բայց այդպես կոպիտ բան չի, որ աստիճանաբար քիչ-քիչ փոխվում է։ Այդ էլ մենք կարանք մի բանին նայենք, լուսավոր միակին, երբ որ նայենք, ուղղակի դիտարկենք, մենք ընդունենք, արդեն մեր գիտակցությունը բան կփոխվի, էլի, որ ասում է հավատանք, այդ հավատալը ոնց որ ինտելեկտուալ կատեգորիա չի, այսինքն որ մենք բացվենք այդ լուսավոր միակի նկատմամբ, ուշքի որպես ծիածան կամ որպես արև կամ որպես ինչ-որ մարդկային կերպարով, մենք արդեն վերափոխմանը կենթարկվենք, այն հինը չենք կրնի, որ դա մեր մեջ կընդունենք, որտեղ ազատ կամք կա, որտեղ ազատ կամքում մենք կարանք դա միաշենք փակենք, դրա եթե լուսավոր միակին մենք ընդունում ենք, դա ընդունենք, հիմա մենք որ զրուցում ենք, մարդիկ որ ընդունում են նայում են, մարդիկ հակադրվում են, մարդիկ շատ վատ են վերաբերում, մարդիկ բողոքում են, դե իրանց մոտեցումներն է, իրանց գիտակցության մակարդակն է, հիմա թեկուզ մի հոգի էլ կա, որ ասենք մեր զրույցը օգուտ է տալիս, ուրեմն դա պետք է, բայց չի որ մասսաներին բոլորին օգուտ տա, նույնիսկ ասենք լուսավոր էակները որ գալիս են, ասում են որ թեկուզ ոչ թե միլիարդներին փրկեն, մի հոգու հոգել փրկեն, տարապանքից, դժոխքներից եւ այլն, դա արդեն իրանց առաքելություն կհանձնեն, բայց չի որ մտածել որ միլիարդներն այն, ասենք հիմա YouTube-ում կան, ասենք ինչ-որ մի հատ վիդեո, ինչ-որ մի հատ, ես ասում եմ, շատ կենցաղային մի հատ հիմարություն է մի հատ հանում, միլիարդավոր դիտումներ կարան լինեն, բայց դա ինչ է տալիս իրանց, որ դա դիտարկում են, էլի, այսինքն իրանց ինչ վերափոխում է տալիս, բայց կարող է մենք ինչ-որ խորը փիլիսոփայական կամ իրանց խորքային խնդիրների մասին զրուցենք, շատ քիչ մարդ մինչև վերջ նայի ու դիտարկի, հասկանա, բաց լինի, ընդունի։ Դե հիմա ինչ ընդունում են, այտենց էլ կան, էլի, հիմա որ մարդիկ տարապում են, դա իրանց խելքից է, դրա համար ոնց որ ասված օգնություն ուղարկում է, հիմա ընդունում են, թե ընդունում չեն ընդունում, դե այնքան են նայեն այդ կենցաղային հիմար մի հատ շարժում են անում, դրան են նայում, ամեն մեկը մի հատ իրար բան, ու տենց լիքը դիտումներ են անում, ինքան պետք է նրանք նային, որ հետո կգա մի օր, որ չեն կփոխվեն, էլի, մինչև հիմա էվոլյուցիոն դանդաղ գնում է, քարից մարդ ենք դարել, համբերատար, տենց լուսավորմանն է, էլի անսահման ժամանակ է պետք, որ դառնա, օրինակի համար մարդը հնարավորություն ունի մի կյանքում լուսավորման հասնի, բայց ասում են կան մարդիկ, որոնք կարա քար այնքան էվոլյուցիա ժամանակ անցնի, գա մարդ դառնալու մարդը մնացած մարդն է առաջ չգնա։
Այսինքն ամեն մարդ յուրինակ ինքը ազատ կամքի, քանի որ ազատ կամքի իր ավելի շատ է կնքարին, ինքը ընտրություն ունի, ինքը կարող է տեղ լարվում ու չի շարժում։ Հիմար բաների հետևից Չէ՞ որ ներքին ծառը առաջանա եւ ներքին գիտակցությունը բաց լինի վերափոխման, հա, պետք է ինքը ոնց որ ասած մի հատ զգոնության գա, մի հատ զարթնի ասում ես, մի հատ ստափի, այդ ստափելուն գա էլի, այսինքն կարան հիմա ժամերով սենց ձեռքը ու չգիտեմ, էդի օրերով, ամիսներով, տարիներով այդ շարժումը, հետո կարող ուրիշ շարժումներ լինի, իհարկե ես չգիտեմ, բայց այդ կարան էդի տենց շարունակի, ամեն օր նույնը, ու տենց իրանք էլ հասկանում են, որ հետո բան չի տալիս, բայց մեկը դա անում են։ Թվում է, որ հա, հեսա մի բան ասորացում մի բան, բայց այդ 30 վայրկյանում ոչ մեկ բան չի սորացնի։ Թե տենց շատ հեշտ է։ Հորմոնների ասովորում ուղեղը, այդ դոզան արդեն ոնց որ խաղամոլության դեպքում արդեն պահանջ է ստանում այդ հորմոնների արտադրանքը ստանալու նորից հա։ Դե ասենք այդ ժամանակում կարա մի հատ իմաստեց գիրք կարդալ, ինչ-որ բան բերեմ, կամ ինչ-որ գործունեություն անեն, բայց այդ ժամանակը կորցնում, որտեղ ժամանակը մեզ սահմանափակ է, որ երկիր եկել ենք, մենք հավերժ չենք ապրել, էս ֆիզիկական մարդում, ամեն մեկը ինչ-որ ժամանակ մտածում են, ես ջահել եմ անվերջա, որ կտեսնենք, որ հասնենք, ասենք ինչ-որ տարիքի, որը կյանքը նենց արագ է թռել, որ ափսոսակ, որ այդքան անիմաստ բաների եք տվել, էլի, ավելի լավ է նպատակահարմար օգտագործեք ձեր ժամանակը, էլի, այդ հա նույն գործողությունը անելով, չգիտեմ, վատնում ենք զուր ժամանակը, որ տրված է ի վերուստ մեզ, նայեք տեն չի, որ հավերժ կտրվի այդ ժամանակը, դա հետո պետք է մենք հասկանանք, որ ոնց որ ասած պատասխան տանք ինչի այդ ժամանակը տենց անիմաստ է օգտագործել։ Այդ որ ասացիք հավերժ չի տրվի ժամանակը, հետաքրքիր է անմահության գաղափարի հետ ոնց են հարաբերվում ես պայծառացումը, ազատագրումը, նույն լույսի մարմնի իրականացումը։ Դե նայեք անմահության հետ որ հաղթեցինք մահը, նշանակում է մահ չկա, ինքը անմահության հասնում, չէ՞ որ Քրիստոս ասաց ես հաղթեցի մահը։ Հաղթել մահը որ մահանում ենք, մենք ընկնում ենք շատ խոր անգիտակցականի մեջ, դրա համար մենք մեր ոգին կա, բայց մենք անգիտակցից ենք, եթե համարյա մահի է, այսինքն բան չկա մեր համար, որտեղ մենք շատ խորը դմիրի մեջ ենք ընկնում, այլ ոչ որ գիտակցական ասենք կյանքը կշարունակվի մահվանից հետո էլ էլի, մարդիկ մտածում են, հեսա մեռնեմ, ես դրախտ եմ ընկնում, չէ, եթե դու այս կյանքում քո լուսավորման աշճանի չես հասել, սրբության ինչ-որ աշճանի չես հասել, այդ նույն բաներն են էլի, ինքը քո ենթագիտակցականի մեջ լույս չկա, այդ քո բառերի մեջ չի, ինչքան սուրբ գիրք կարդացած դրանք չեն օգնել այդտեղ, որովհետև երբ որ մեռնում ես, որ ասում են հրեշտակները նայում են դրախտագնում թե դժոխ, երբեք ոչ մի հրեշտակ չի նայում, ինչ կրոնի հետևորդ ես, ինչ ուսմունքների հետևորդ ես, որ սիրտ ինչքան է բացել, քո ինչքան սեր կա քո մեջ ինչքան իմաստություն կա, այդ են նայում, ոչ թե ինչի հետևորդ ես, ինչ լեզվով ես խոսացել, ինչ գործունեություն ես արել, կարևորը դու ինչքան անկեղծ ես եղել, սեր ես տվել, դա կարևոր։ Հետաքրքիր է հայ իրականության մեջ ում կարող ենք հիշել, հիշատակել, ովքեր որ հասել են իրենց կյանքի ընթացքում պայծառացած գիտակցության, նարեկացին միգուցե։ Նայեք, այդտեղ հարցը բարդ է, իրոք ես տենց միօրինակ պատասխան չեմ տա, բայց կարամ ասեմ, որ այդ ճանապարհին շատերն են եղել, որոնք իրոք ճանապարհին եղել, ինչ որ մի աստիճանի հոգևոր մարսելի դա նարեկացին, կարանք ասենք, նույնիսկ կարանք Թումանյանը ասենք, ինչ որ աստիճանի հասել ասենք, կարանք ասենք Մեսրոպ Մաշտոցը, ինչ որ լուսավորման աստիճանի հասածը եւ Դավիթ Անհատ, մենք փիլիսոփան ենք, որի մասին էլի կարելի ասենք Տաթևացու մասին կարամ ասեմ, նաեւ նույնիսկ կարամ ասեմ Տիգրան Մեծի մասին էլ, թեկուզ ինքը լինի օրացնի, բայց իմաստուն մոտեցումները շատ տվել, դա մեծ քայլ է, միայն ռազմիկ թագավոր չի եղել, կյանքի վերջում իհարկե ինքը ռոմանցիների հետ պայմանագիր, բայց իմաստուն քայլեր է շատ արել, դա պետք է հասկանանք, որ դա էլ իր
Օրինակ տենց պատասխան չեմ տա նաև Հայկ Նահապետի մասին կարամ ասենք ինչ-որ լուսավորման աստիճանի մակարդակի էր հասել։ Վերջնական պայծառացած լուսավորված որպես էակ ներկայացումը տենց մի օրինակ պատասխան տեղ չեմ կարա տամ աշխարհում տենց մի օրինակ պատասխան լուսավորված էակների թվականակը որպես պատմական ու հիշարցակու քիչ է ու ամենազգում չկա ասենք Քրիստոսի մասին կարանք ասենք Բուդդայի, Լաոցի, Պլատոնի եւ այսինքն մի քանի թվարկումներ կան այդպես չի որ իրանք ասենց մասսվի ամենտեղ կան ու ամենազգում պարտադիր լինեն բայց կարա լինի ես չեմ բացառում այդ էլ ուզում եմ ասեմ ուղղակի կարող է ինքը տենց նշանավոր չի եղել պարտադիր չի որ ինքը նշանավոր լինի հայտնի լինի եւ ինչ որ գործունեության մեջ կարող ինքը հասարակ ինչ որ ամի կա եղել լուսավորությունը կարա լինի այդ չափանիշը կարամ բերեմ դե ամենաշատ հակումը ինձ թվում է մեծ պաշտոցի վրա կանգնում մոտ Նաև իրենց կյանքի օրոք իրենց ոնց որ շրջապատը կարողացել է տեսնել իրենց մեջ թե դիմաստությունը, թե աստվածային սերը։ Դե շրջապատը տեսել է օրինակ, բայց կարող բանականները իրանց բանածն են, իհարկե ես դեմ չեմ բանականությանը, բայց ինքտեղ կաղապաներ շատ են, օրինակ նարեկացուն հալածել են, դիպտյանակ հետո են սուրբ ընդունել, բայց իր կենթանության օրոք, երբ որ ինքը նույնիսկ բանական է հալածել են դուրս են աղել նույնել կոմիտասին, պետք է իմանանք, որ իսկությունը ոնց է կոմիտասին էլի վանականները դուրս են մղել իր կյանքից կոմիտասն էլ ինչ-որ բարձրության հասել է լուսավորման, թեկուզ հետո եղարնից հետո չգիտեմ թուրքերը ոնց են տանջել իրան ինչ են արել, գլխի ոնց են խփել, հետո որ դիտարկում են ինքը ֆիզիոլոգիական խնդիր է եղել, որտեղ եթե մարդուն վնասեն, հիմա Քրիստոսին սպանեցին, պետք է հասկանանք, որ իրանք մեր մարմինը բոլոր նույնն է, տենց էլ կոմիտասին էլ վերջը իր մարմնի եւրի խոշտանգել են ինչ-որ տեսակապ, ասում են չի են արել, բայց մենք չգիտենք ինչ են արել էլի, կարող է գլխին ինքան հարվածներ տան, որ մարդը վնասվածքներ ստանա եւ այդ գիտակցության այդ մանր իրակորսի կոմիտասն է բավականին բարձր աստիճանի ասած եկա, հիմա այդ հայկայի ճակատագիրի իր վրա վերցրել այդ եղարնից ինքը ասենց մեծ դրամայով է դուրս եկել բայց իրան էլ եկեղեցին վտարել է նարեկացուն էլ է վտարել եկեղեցուց եւ կոմիտասը եւ նարեկացին շատ բարձր նույնիսկ նարեկ գիրքը մարդիկ վերցնում հավատում գլխի տակ են դնում բուժվում են կյանքը վերափոխվում է մեծ ազդեցություն ունի նարեկ գիրքը իրանց հենց իր աշխատությունը արդեն գործունեությունը վերափոխում է մարդկանց ուրեմն այդ նշանակում է ինքը շատ ինչ-որ բարձր լուսավոր աստիճանի հասել է նաև նա որ եկեղեցին իրան վտարել է դա նշան որտեղ եթե լուսավոր մարդկանց եկեղեցին չի ուզում ամբողջը չի ընդունում ընդհանրապես բոլոր եկեղեցին ասենք փարիսացիները Քրիստոսին չէին ընդունում բոլորտեղ չեն ընդունում իսկ Դաստայևսկու պատմության կարամազան եղբայրները որ կա այդ գլուխը մեծ ինկվիզիտոր տեղել եկեղեցին Քրիստոսը գալիս է չեն ընդունում որտեղ հասարակությունը չի ընդունում լուսավոր մարդկանց վերջում ես մի հատ ռոլիկ էին դրել, եթե մի հատ տեր հայր էր խոսում, որ ասում Քրիստոսը որ գա ինչ կլինի, ասում դրակ սպանեն, որտեղ իր գաղափարները չեն ընդունի, հենց երեք էի ես դա մետի, ասում դրակ կսպանեն, ասում չեն ընդունի, որտեղ ասում սերը չեն ուզում մարդիկ ընդունեն, իրանք դժբախտություն են ընտրում, որտեղ ինքը անսահման սեր կճարագայթի եւ իր գաղափարները իրանց գաղափարների նույնիսկ այդ տեր հայրը շատ առաջադեմ էր, իհարկե ռուսեր առաջադեմ ինչ-որ տեր հայր որ ինքը ընկալում է, որ իրանք ինքան սահմանափակումն է, երբ որ կանց իր սահմանափակումն է դերից մտեղ կսպանեն։ Շատ լավ։ Պարոն Դանիկյան, անչափ շնորհակալ եմ այս հետաքրքիր զրույցի համար, ինքս իմ համար էլ շատ նոր բացահայտումներ, հետևություններ արեցի եւ որպես ամփոփում ինչ խորհուրդ կամ ինչ որպես ընդհանուր մտքով մեր YouTube-յան հետևորդներին ինչ կարող եք ձեր խոսքը ուղղել ինչպես նկատել կամ երբ
զգալ այդ մղումը ներքին, կամ եթե արդեն կա նման մղում, որ ամեն ինչ, այն ինչ որ աշխարհի կյանքում է, իրենց չի բավարար չի թվում, որտեղ փնտրել, ինչից սկսել, ինչ ուղով գնալ։ Դե ես խորհուրդ կտամ, որ ինչ անում եք, գիտակցված արեք, էլի, ոնց որ ոչ թե բոլորը անում են, ես էլ ասենք մեկ ասենից ուզում եմ ամուսնանալ, ասում եմ ինչ ես ուզում ամուսնանալ, բոլոր ամուսնան դրան ասում ինչ ես ուզում երեխա ունենալ, նա թվարկի այդ բոլոր հատկանոցը, որ ինչ ես ուզում, այսինքն մեր բոլոր արարքների համար գիտակցված մենք մոտեցումներ ցույց տանք, դա ամենակարևոր կետը, որ գիտակցված հասկանանք մինչև ինչ ենք դա անում։ Ասենք աշխատանքի գնում եմ, վերջնական նպատակս ինչ է, ինչի համար է, այս գործն եմ անում, այն գործը վերջնական ուղղակի բոլորը անում են, բոլորը փող պետք է աշխատեն, բոլորը պետք է երեխեքին կերակրեն կամ կարևոր չի, ինչ ենք անում, այդ կարևորը որ գիտակցված մոտենանք։ Երկրորդը, որ ինչ անում ենք, փորձենք սիրով անենք։ Եթե դա մեզ սիրով չի, տեսանկյունը փոխենք անենք անենք, որ սիրով լինի։ Ես չեմ ասում հեռանալ ոչ մի բան չանենք, բայց անենց տեսանկյունով անենք, որ դա սիրով լինի։ Երրորդը, որ շատ բաց լինենք բոլոր երևույթների նկատմամբ, ինչ գալիս է մեզ կյանքում, դրա նկատմամբ բաց լինենք, թե ինֆորմացիայի տեսանկյունից, թե մարդկանց տեսանկյունից, թե ամեն երևույթի ինչ հանգամանքների տեսանկյունից բաց լինենք ու կարողանանք ընդունենք, որ այդ երևույթը ինչ գալիս է, որ մեզ պետք է այս աշխարհում ու դա Աստված աղարկել մեզ, ինչ գալիս է։ Իրոք տենց Աստված աղարկել, մենք չմերժենք եւ կարողանանք այդ երևույթները ընդունել եւ իմաստանից որոշումներ ու քայլեր այդ երևույթների համար անենք։ Հաջորդը կխորհրդամ, որ մենակ էս չսահմանափակվենք մեր կյանքի նյութական աշխարհով, ավելի լայն նայենք ամեն երևույթին, որտեղ կան նաեւ ուրիշ նուրբ աշխարհներ, հրեղեն աշխարհներ եւ այլն, ավելի հոգեղեն աշխարհներ, ավելի բարձր աշխարհներ կան։ Մեր գիտակցությունը չի սահմանափակվում մենակ այս աշխարհներով, որ այս աշխարհ եկել ենք մենակ նյութական բարիքների համար չենք եկել, մեր այս աշխարհ եկել ենք, որ մեր հոգին աստվածային առաքելությունը իրականացնի ու կարևորը մենք փնտրենք մեր առաքելությունը, այդ առաքելությունը իրականացնենք ու այդ մեր այստեղ ծնվելը նրա համար է, որ մենք այդ առաքելությունը իրականացնենք, չմոռանանք ինչի համար ենք եկել այս աշխարհ, որ այդ առաքելության համար այդ մնացած երևույթները երկրորդական են, առաջնայինը երկրորդականին տարանջատենք, որ փնտրենք ամբողջ կյանքը փնտրենք ու այդ առաքելությանը, որ իրականացնենք։ Ցանկացած գաղափարներ կան լավ լինեն, վատ լինեն, դա տենց պետք է ձեր սրտով զգաք, իսկ սրտով դա էմոցիաներ չեն, էլի, դա ներքին զգացողություն է, որտեղ կարաք սխալվել, դրա համար եթե շատ բարիքներ ենք մենք գործում, եթե մենք սխալվում ենք, մեզ ուղղորդում է մեր ճակատագիրը կարողանալ ավելի որ շատ գայթակղությունների, անկումների մեջ չմնենք, դրա համար ամեն մեր գործողության փորձենք ուրիշների համար բարիք բերենք, մեր բոլոր գործողությունները, որ բարիք բերի, թե նյութական, թե էմոցիոնալ, թե մտային, թե բոլոր մեր գործողությունները, որ ուրիշներին բարիք բերելու համար մենք ապրենք, որ ասենք, որ այս կյանքը ապրեցինք, ինչ որ մի քայլ արել ենք, էլի բացի մեր փորը կշտացնելուց, մեր էմոցիաները բավարարելուց համար։ Շնորհակալություն բոլորին անսահման լույս, սեր, երջանկություն։ Շնորհակալություն պարոն Դոնիկյան, այս իմաստուն խորհրդով ամփոփենք մեր այսօրվա հանդիպումը, զրույցը, մինչ նոր հանդիպում։